Շինությունը, որի մեջ հիմա մենք գտնվում ենք, Ֆրունզի տունը չի եղել, այստեղ ժամանակին եղել է Ֆրունզի սիրած խաշարանը, որտեղ սիրել է հաց ուտել Ֆրունզը։ Ֆրունզին ֆայտոնը միշտ այստեղ է բերել։ Մհեր Մկրտչյանի թանգարանը Գյումրիում մի մեծ սենյակի չափ է։ Պայմանական 3 մասի են բաժանել՝ անձնական, թատերականի եւ կինոյի իրերը։ Կան կոնկրետ իրեր, որոնք շատ սիրված են մեր հյուրերի կողմից, դա իհարկե մեր մանկության տանգու ֆիլմի կամոդն է, 0199 ֆիլմի տագառիկն է, Արսենի երաժշտական գործիքն է, նվագախմբի տղաները ֆիլմի։ Ֆրունզի անձնական իրերի շարքում ամենահայտնիներից մեկը դերասանի խամաճիկն է։ Թորնուհին է նվիրել ու ասել, թե այնքան բան կարող էր պատմել, եթե խոսել իմանար։ Գյումրիում Ֆրունզի մասին գրեթե ամեն օր խոսում, պատմում է էքսկուրսավար Ալեքսանդր Այվազյանը։ Սիրտ ջերմացնող պատմություններ կան։ Մի անգամ Ֆրունզն ու եղբայրը Գյումրիի փողոցներում գումար էին մուրում։ Նրանց հարևաններից մեկը նկատում, ականջներից բռնում ու տուն է տանում։ Տանում ես անը մայրիկի մոտ, ասում է, հասկացանք, լավ կերնի վերջը չի կարելի, դուխաթափ պետք չի եղնել։ Ինչի իսպես մուրասկանություն բանկեն են, ու երկար խոսած մի խոսքով այդ մարդու գնաց։ Անա մայրիկը վերջում ասեց, որ մոտեցավ Ֆրունզը, ասեց, որ Ֆրունզ, ես կուզեմ, որ դու միշտ տվողի դերում եղնես, ոչ թե վերցնողի։ Երբ որ դու կվերցնես, ձեռիդ ապը կլսվի, երբ որ դու կուտաս, սիդդ կլսվի։ Ալեքսանդրը կարծում է, մոր խոսքերն այնպես են ազդել որդիների վրա, որ որոշել են ամբողջ կյանքում նվիրվել ու զարգացնել Հայաստանը, նրա մշակույթը։ Մհեր Մկրտչյանի երկրպագուներին լավ է հասկանում Ալեքսանդրը։ Մանկուց նայել է նրա բոլոր ֆիլմերը, լսել կյանքի իրական դեպքերն ու գրել, հիշել այդ մասին։ Պատմությունների մեջ շերենցի հետ եղածներն են բազմազան ու զվարճալի։ Ֆրունզի պետական մարմիններում հեղինակություն վայելելը արտոնություն էր տալիս շերենցին։ Դրա հետ կապված մի պատմություն է հիշում Ալեքսանդրը։ Զանգում ասում էր Ֆրունզ մի հատ ինստիտուտ զանգտու, այս երեխուն քննությունը նշանակեն, այս ընտանիքին տուն տան, այս մարդուն գործի տեղավորեն ու խնդիր չկար, Ռամբեին շլուզում էր։ Մի օրն էլ Ֆրունզից տեղն էր հասել շերենցի խնդրանքները, գնում էին ուտել խմելու, մի 30-40 հոգի մարդ էր հավաքված։ Ֆրունզը մեծ ասենց մատը տնկելով շերենցի վրա ասաց. «Սիգոր մեռավ ընձի հետ ընդեղ Բրիտանիա որ ես իր հարցեր ընդեղել ուծեմ»։ Բոլորը ծիծաղեցին, բայց գիտեք ամենահետաքրքիրը այն է, որ շերենցը մանում է դեկտեմբերի 25-ին 93 թվականի։ 4 օր անց մանում է Ֆրունզը։ Լեգենդար գյումրեցու այս եւ այլ պատմություններ ունի զրուցակիցս իր մտքում հավաքած։ Թանգարան հաճախող ամեն այցելուի պատմում է հետաքրքրությունները հաշվի առնելով։ Թանգարանը բացի երկուշաբթիից ամեն օր բաց է, առավոտյան 11-ից 18-ը։ Մինչև 6 տարեկան այցելուների համար մուտքն անվճար է, մինչև 16 տարեկանը 300, 16-ից բարձրը 700 դրամ։ Թանգարանը Գյումրիի Ռոստավելի 30 հասցեում է։ Ոսոր Ֆրունզի տունը լինենք, էլի։ Պարզապես Ֆրունզը տանը չէ սպայն։ Անի Աբաղյան, Մհեր Դավթյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք 3w abcmedia.am պաշտոնական կայք։